Որոնք են հիմնական բուժման մեթոդները։ Հիմնական բուժնական մեթոդները դրանք դեղորայքային են բնականաբար եւ ինչպես նշեցի բուժման մոտեցումը բաժանվում է երկու խմբի հիվանդության գրոհի փուլի կառավարում երբ որ մեծամասամբ մեծ դեղաչափով հորմոնով փորձում ենք ճնշել իմուն համակարգի այսպես ասած այդ իմուն միջնորդավորված մեխանիզմները գերիմուն ռեակցիաները եւ փորձել կանխել բորբոքային օջախների հետագա աճը վնասման ծավալի աճը սովորաբար Սուրբ փուլի բուժումը իր մեջ ներառում է հիմնական անկյունակարային բուժումը, դա մեծ դեղաչափով հորմոնալ թերապիան է, որի ոչ էֆեկտիվության դեպքում իհարկե կան նաև այլ տարրեր, ինչպիսին են պլազմաֆերեզը, քիչ տոկոս դեպքերում իմունոթերապիան եւ այլն։ Իսկ արդեն հիվանդության մոդիֆիկացնող թերապիան, երբ որ մենք արդեն գործ ունենք հիվանդության պրոգրեսիայի հնարավորին չափ կանխման հետ, դա արդեն բավականին մեծ խումբ է, ցուցումները տարբեր են, կախված հիվանդության կլինիկական ընթացքի տարբերակներից, կախված կլինիկական եւ ռադիոլոգիական դինամիկայից հիվանդության եւ այստեղ մենք ունենք, այսպես ասած, արդեն իսկ մեր օրերում մենք ունենք այլ ընտրանքներ, ունենք տարբերակներ, որոնք առաջարկում է պացիենտին իհարկե ցուցումներով եւ որոշ դեպքերում նաեւ պացիենտը ինքն է մասնակցում բուժման տեսակի ինտրուդությանը, որովհետեւ կան դեղաձևեր, որոնք շարունակական կիրառման, մշտական կիրառման դեղաձևեր են, ամենօրյա ներարկումների կամ շաբաթական մեկ քանի անգամ ներարկումների ձևով, կան բերանացի ընդունման հաբերի ձևով մոդիֆիկացնող թերապիայի տարատեսակների, իհարկե կան նաեւ ինֆուզիոն ներերակային կիրառման տարբերակներ, տարին որ արդեն կապված ինֆուզիոն դեղաձևի տեսակից հաճախականությունը ամիսը 1, կես տարին 1, 1 տարին 1 դա տարբեր է։ Այսինքն կոնկրետ պացիենտ ինչու ես նշեցի ամենասկզբում, որովհետեւ յուրաքանչյուր այս թերապիաներից յուրաքանչյուրը ընտրվում է համապատասխան կոնկրետ պացիենտին դեմոգրաֆիկ վիճակը հաշվի առնելով, առողջական ստատուսը հաշվի առնելով, սոցիալական ստատուսը հաշվի առնելով, հիվանդության ընթացքը, կլինիկական տարբերակը բազմաթիվ են գործոնները, որոնք համադրելով մենք ի վերջո որոշում ենք, որ տարբերակն է առավել քան նախընտրելի։ Ինչու՞ չմոռանանք, որ մենք գործ ունենք երիտասարդ անձանց հետ, ովքեր վերարտադրողական տարիքում են եւ այս հարցն է բավականին լուրջ հիվանդություն է տևական դեղորայքային բուժման ընտրման հարցում եւ մենք չպետք է փորձենք կյանքի որակը նվազեցնել դեղորայքային բուժման միջոցով, եթե իհարկե դրա անհրաժեշտությունը չափազանց մեծ չի։ Այսպեսով բազմաթիվ են գործոնները, որոնք համադրելով մենք կարողանում ենք ի վերջո մաքսիմալ ճիշտ տարբերակ եւ օգտավետ տարբերակ ընտրել պացիենտի համար։ Արդյոք կարելի է կանխարգելել ցրված սկլերոզ հիվանդությունը։ Քանի որ մենք խոսում ենք ռիսկի գործոնների մասին, որոնք որևիցե ձև կառավարելի է, չնայած նրանց որևիցե մեկը վերջնական հաստատված չի պատճառագիտական գործոն որպես այդպեսին, բայց այնպիսի գործոններ, օրինակ, այսպես ասած, ինսոլյացիայի տոկոսը, արևոտ օրերի քանակը, որտեղ դա հստակ արդեն ապացուցված է, որ հյուսիսային եւ հարավային լայնություններում մաքսիմալ մոտ բևեռներին, որտեղ լուսավոր օրերի քանակը եւ ինսոլյացիայի տևողությունը տարվա ընթացքում քիչ է, սկանդինավյան երկրներ Այո, դա ունենք։ Դա ռիսկի գործոն է, այնտեղ հանդիպման հաճախականությունը շատ ավելի բարձր է։ Բնականաբար առողջ ապրելակերպը, ֆիզիկական, մտավոր առողջ ապրելակերպը, այդ ամեն ինչի ընդհանուր առմամբ օրգանիզմը այն բոլոր գործոնները, որոնք հանդիսանում են, այսպես ասած, նախատրամադրող գործոններ, որոնք կառավարելի են եւ մենք կարող ենք մեր առողջ ապրելակերպով կանխել, նաեւ կարող են իրենց ներդրում ունենալ հիվանդության զարգացման գործում։ Ինչու՞, որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ որ ցրված սկլերոզի կլինիկական եւ ռադիոլոգիական դեբյուտը լինում է լուրջ առողջական որևիցե խնդրից հետո, այսինքն եթե մենք չենք խնայում մեր օրգանիզմը, հանդիպման շանսը շատ ավելի մեծանում է նաև հիվանդության դեբյուտի ավելի վաղ տարիքի հավանականությունը, մեծանում է շատ ավելի բուռն ընթացքի հավանականությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։